Հանրապետության 1400 դպրոցների մեծ մասը, որոնք մինչև 1988 թվականի կառույցներ են, գրեթե չեն համապատասխանում սեյսմակայուն շինարարության ներկա պահանջներին։ Պահպանված չեն շենքերի վերաբերյալ մակրոսեյսմիկ հետազոտությունների ամբողջական արդյունքները։ Թեև խնդիրը հին շենքերով դպրոցներին է վերաբերում, բայց նորակառույցներում եւս ոչ միայն շինարարական անորակության, նաև այլ ազդեցությունների պատճառով վթարանության աստիճան է ի հայտ գալիս։ Մեկ տարի առաջ սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետները Շիրակի մարզի մոտ 50 դպրոցներում ակնադիտական եւ գործիքային ուսումնասիրություններ են կատարել։ Ավելի շատ հին կառուցված շենքերում այդ խնդիրը է նկատվում, որովհետև ցանկացած ժամանակահատվածում նմանատիպ կառույցներ կառուցելիս միշտ հաշվի են առել տվյալ ժամանակահատվածի նորմերը, սեյսմակայուն շինարարության նորմերը։ Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի տնօրենը դասակարգում է 3 տիպի դպրոցական շենքեր, որոնք կառուցվել են 60-ական, 70-ական եւ հետո 80-ական թվականներին։ Իսկ Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրիում, հին տիպային շենքերով դպրոցները հիմնականում ամրացված են, հիմնանորոգված, իսկ մյուսները համեմատաբար նորակառույցներ։ Սեյսմիկ ուսումնասիրություն անցած դպրոցների ցանկում 88-ից հետո կառուցվածքներն են։ Որ ցանկը ցույց եմ տալիս, ես ուսումնասիրել ենք 4 օրվա Գյումրի թիվ 10 դպրոցը, 41 դպրոցը, 11 դպրոցը, 18 դպրոցը, 45, 38 Անցած տարի, սա ուսումնասիրություն չէ, սա մինչև 2026 թվականի վերակառուցում, վերականգնում եւ 300 դպրոց, 500 մանկապարտեզ այդ ծրագրի շրջանակում կատարված ուսումնասիրություններն են։ Տեխնիկական վիճակի ուսումնասիրությունները գործիքային թե ակնադիտական արձանագրել են բազմաթիվ խնդիրներ, որոնք սեյսմիկ անվտանգության տեսանկյունից մտահոգիչ են։ Գյումրին գտնվում է երկրորդ սեյսմիկ գոտում, ինչը նշանակում է, որ շինությունները երկրաշարժերի նկատմամբ ունեն միջին զգայունություն։ Աշոտսկի տարածաշրջանը ամենաբարձր երրորդ սեյսմիկ գոտում է, իսկ Արթիկի եւ Անիի տարածաշրջանները ամենացածր առաջին գոտում են։ Կառուցապատումների ժամանակ վերահսկողությունը, պատերի եւ հիմքերի ամրությունը շինարարության ընթացքում հստակ չափորոշիչներով է ստուգվում։ Դրանց անտեսումը կարող է հանգեցնել մեծ խնդիրների։ Խնդիրը շատ տարբեր պատճառներ կարող ունենալ։ Առաջինը շինարարի անպարեխիղճ աշխատանքի, շինարարական մատերիալների որակի խնդիր, երբ տիրություն չեն լինի շենքը, չեն նայում ուշադրություն չեն դարձնում շենքին, դրանից է կարող լինի, այսինքն մանր գործերը չեն անում, որից հետագայում այդ մանր գործերը շատանում են, դառնում են մեծ խնդիրներ։ Բերված պատճառների հետևանքները կան արդեն մի շարք դպրոցներում։ Ոչ բավարար վերահսկողության, ըստ այդմ շինարարական թերություններով կառուցված դպրոցները հիմնանորոգման պետական ծրագրում են։ Գյումրիի թիվ 23 միջնակարգ դպրոցի բոլոր հարկերում շինարարություն է։ Այս տարվա մարտից ընթանում են փուլային նորոգման աշխատանքներ։ Ընդամենը 13 տարի առաջ կառուցված դպրոցական եռահարկ շենքը հայտնվել է վթարայինների ցանկում։ Նոր կառուցված շենքն է, որ նախնական տրվել է երկրորդ կարգ տեխնիկական վիճակը, բարձր խոցելի։ Ընդհանուր առմամբ մուշ թաղամասի շինարարությունը, որը տևեց 2010-2012 թվականներին, բնակելիները աչքի ընկան իրենց անորակությամբ, իսկ 4 կապալառու շինընկերությունների 2012 թվականին կառուցված դպրոցի շենքի համար ծախսվել է շուրջ 2 միլիարդ դրամ։ Շահագործման օրվանից են շենքում թերություններ ի հայտ եկել։ Բարակ պատերին առաջացել են ճեղքեր, իսկ արտաքին սալվածքներում նստվածքներ։ Վնասվածքները տարբեր աստիճանի են եւ դրանց համապատասխան շինարարը նորոգումներ է կատարում, այդ թվում պատերի ամրացում։ Շենքը նստել է, արդեն ճակերը առաջացել, հիմնական ճակերը ու փորաստեղը շատ կա էլի։ Բետոնի գործեր կան, բետոնի տես փորվածները արդեն մենք պետք է բետոնով լցենք նախորդ, հետո նոր շպախլովկա մալարկա կանենք։ Պատերն էլ բավականին բարակ են, նույնիսկ ունեցել ենք պահեր, որ երեխան սահելով սալիկի վրայից պատին կպել է ոդկա ու անցք է բացվել պատին։ 12 թվականից մինչև այսօր մենք բարբերաբար արել ենք վերանորոգումներ, նկատված վերանորոգումները, բայց հիմնանորոգ վերանորոգման չի ենթարկվել դպրոցը։ Միջնապատերը գիպսաստվարաթղթից են, հեշտությամբ վնասվող, անգամ միջին ուժգնության հարվածներից։ Ջեռուցման համակարգում էլ ոչինչ նորմալ չի եղել։ Ձմռանը խողովակներ են պայթել։ Ոչ միայն ջեռուցման համակարգը, նաև տանիքն առաջնահերթ նորոգման ենթակա է։ Գմբետացիվ ապագե կդուրը երևի փետրվար ամսին փլուզում ունեցանք, բարեբախտաբար
Դասամիջոցը ավարտվել էր ու ոչ մի խնդիր չունեցանք, բայց խիստ վտանգավոր է, ինչպես նկարեցիք դուք արդեն, այդ ցանցապատումը մենք ինքներս մեր ուժերով ենք կառուցել։ Տանիքը մի 8 մետր հատված կատող խնդիր կա, այնտեղ ժեշտերն արդեն բան է եղել, քամուց փողվել է, այդ է։ Մնացած տանիքը նորմալ վիճակ է, ճիշտ է, տանուր կրշի վրա սիլիկոնի կորձերով կա, որ պետք է նորից արմացենենք ցկենք։ 13 տարվա տիպային շենքը ներսից ու դրսից ամբողջովին վերանորոգման է ենթարկվում։ Կոմունիկացիոն ցանցի արտաքին խողովակները եւս անվնաս չեն, բոլորը նորացվելու են։ Անորակ ու թերություններով շինարարության համար կառուցապատողները պատասխանատվություն չեն կրել։ Շուրջ 1300 աշակերտ ունեցող դպրոցի հիմնանորոգման համար պետական միջոցներից ծախսվելու է 250 միլիոն դրամ։ Իսկ ընդհանուր մարզի 22 դպրոցներում վերանորոգում, հիմնանորոգում իրականացնելու համար հատկացվել է 44 միլիոն դրամից ավելի գումար։ Հասմիկ Թումասյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոնի համար։